Մենք լսեցինք շատ գեղեցիկ խոսքեր մեր եղբայրների շուրթերից։ Արտուր եղբայրը, որ խոսում էր նեղությունով երկինք մտնելու մասին, իմ կարծիքն է, ես դա ոչ մտեղ չեմ կարդացել, բայց ուզում եմ ասել։ Գիտեք, Աստված Ադամին եւ Եվային պատվեր տվեց։ Ադամին ասեց քո քրտինքով աշխատես ապրես, այդ մասին ես այդպես մի թեմա խոսել եմ։ Իսկ Եվային ասեց ցավով երեխա ծնանիս, երեխա ունենաս, ցավով, շատ կարևոր է, ցավով երեխա ունենալը։ Գիտեք, եւ նույն մորը հետաքրքիր է, որ Աստված տվել է, ասենք, թեկուս կենթանական աշխարհին բան, տվել է մի սեր, որը շուկայական չի, որ բնագրում կոչվում է ակապի, այսինքն սիրես թե չսիրես, մայրը, որը ցավով այդ երեխային ունեցել է, նա սիրում է մոր սերը։ Դա իմ կարծիքն է։ Դրա վրա մտածեք, իհարկե սիրելիներ, որ ամեն ինչ դժվարությամբ ձեռք բերածը դա մի ուրիշ բան է։ Եվ հետաքրքիր է, որ Աստված մորը Եվային ընդհանրապես մորը տվել է երեխան ունենալու ցավով։ Եվ դա մի ուրիշ ծնողական սեր է տրվում երկնքից իրեն, որը տարբեր է մյուս սերերից։ Ուրեմն Վարդան եղբայրը խոսեց ճանապարհի մասին։ Ես մի բան էլ պես ուզում եմ ասել։ Գիտեք, Պողոս առաքյալն ասում է բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Ճանապարհը դա ընթացքն է։ Որքան մենք եղբայրներ եւ քույրեր ենք ունեցել, որ ճանապարհի մեջ կորցրել են իսկականը, կորցրել են երկնայինը, կորցրել են փրկությունը, որը թեման հենց դրանա վերաբերվում։ Փրկությունը կորցրել են երբ կարող է քնած տեղն են կորցրել։ Ոչ, ճանապարհի մեջ, շփումների ժամանակ, աշխատանքի, գործնեության, խոսելուց, ամեն ինչից, լեզվի ձեռը կրակնանգ է, մի խոսքով, այդ բաներից ճանապարհի մեջ, այսինքն ընթացքը կատարելու մեջ կորցրել է փրկությունը։ Ուղղակի դա ես ասեցի։ Ուրեմն տեսեք սիրելիներ, մի կարևոր բան, որ իմ սրտում շատ այդպես լրջություն ա դրել այդ հարցը, շատ լուրջ է այդ հարցը։ Մեր Տեր Հիսուսը աշակերտներին տվեց մի հատ կարևոր, շատ կարևոր բան, որ աշխարհում ոչ մի գիտություն, ոչ մի, ասենք, ծնող երեխաներին ոչ մեկը չէր կարող տալ։ Տվեց դա, բայց զգուշացրեց։ Դա տվեց երկնքից, տվեց աշակերտներին, բայց զգուշացրեց, ուրեմն ինչքան վտանգավոր բան գոյություն ունի, թեկուզ երկնքից տրված է, բայց դա կարող է կորցնել կարևորը, կորցնել այն, որը մարդը ամեն ինչ պետք է անի, որ դա չկորցնի։ Ես ուզում եմ ընդհանրապես ուշադրություն դարձնենք այդ համարի վրա, որը կարդում է Ղուկաս ավետարանում։ Ես ուզում եմ այդ համարը կարդալ, Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ, այստեղ մենք կարդում ենք այդ մասին։ 10-րդ գլուխ 17 խոսք։ 72 աշակերտները դարձան ուրախությամբ ուսին. Տեր, քո անունովը դևերնալ մեզի կհնազանդվին, զարմանում էին, ուրախանում էին, այս ինչ է կատարվում։ Հիսուս ավանոնց, սատանան փայլակի պես երկնքեն վայր ընկած կտեսնեի, ահա ձեզի իշխանություն կուտամ, օձերու եւ կարիճներու եւ թշնամիին բոլոր զորությանը վրա կողկրտելու, ու բնա բանմը ձեզի պիտի չվնասե։ Այսքանը տվեց։ Սա մի հրաշք էր մարդկության կյանքում, աշակերտների կյանքում։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենար, ինչեր կլներ, օձերի, կարիճների, սատանայի, դիվային բոլոր ուժերի, այսինքն կարող էին մտնել հոգեբուժական հիվանդանոց, մտնել գժանոց եւ այնտեղ ուրեմն աղոթել եւ բոլորը խելոքանային, բոլորը դևերը դուրս գային։
Պատկերացնում եք ինչ տրվեց իրանցը, բայց շարունակության մեջ ես ոչ մի բառ բաց չեմ թողում։ Շարունակության մեջ, բայց դուք անոր համար մի ուրախանաք, որ չար ոգիները ձեզի կհնազանդվին, հապա ուրախացեք, որ ձեր անունները երկինքը գրված է։ Այստեղ կանգ առնենք։ Սիրելիներ, այստեղ մենք ուշադրություն դարձնենք, որ կա մի վտանգ, որը մարդը սկսում է այդ վտանգը, այդ ասում են, չէ, ուրախությունից կորցրել է իրան, ուրախությունից շփոթվել է, ուրախությունից վատ բաներ ան, ուրախությունից ուշքը գնում է, ուրախություն, ես իմ կորցրել է իրան։ Եվ այս տեղի կունենար։ Տեր Հիսուսը լավ գիտի, մարդը ով է, մարդը ինչ կարա լինի, մարդը ոնց կարա լրիվ բանանի, կորցնի իրեն, եւ այդ կորցված ժամանակ ամենագլխավորը կորցնի։ Մարդը, որովհետև սատանան այդ պատճառով կորցրեց ամենագլխավորը։ Հրեշտակը այդ պատճառով դառավ սատանա։ Կորցրեց ամենագլխավորը, այսինքն մարդը իրեն վերագրեց, մարդը իրեն ցույց տվեց, ինչպես եղբայրն ասեց, փոխանակ Հիսուսին իր առջևից տեսներ եւ գնալ Հիսուսի հետևից, ինքը անցավ ընկավ Հիսուսի առջև եւ սկսեց ինքը իրեն ցույց տալ, իրեն հրատարակել, իր անունը բարձրացնել, ինքը եւ ինքը եւ ինքը։ Այս վտանգը սիրելիներ, կարծես թե երկնքից տրված էր, երկնքից տվեց Տեր Հիսուսը անձամբ, ինքը ուզելով տվեց աշակերտներին, բայց նաեւ զգուշացրեց վտանգի մասին։ Բայց եթե Տեր Հիսուսը չի տվել, օրինակ, հիմա բան կա, որ Աստված չի տվել, եւ մարդը իրեն է վերագրում։ Օրինակ, Մատթեոս ավետարանի լեռան քարոզի մեջ 7-րդ գլխում մենք շատ կարդացած համարը ուզում եմ նորից հիշեցնել։ Շատերը այն օրը ինձի պիտի ասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունովը մարգարեություն էինք, եւ քո անունովը դևեր հանեցինք, ու քո անունովը շատ հրաշքներ էինք, այն ատեն հայտնապես անոնց պիտի ասեմ, թե ես բնավ ձեզ չէի ճանչնար, մեկդի գացեք քովես, դուք որ անօրենություն կգործեիք։ Եվ դրա նախորդ համարներ եմ ուզում կարդալ, մի քիչ հետ գնալ։ Ոչ թե ամեն ով որ ինձի Տեր, Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորություն, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կատարե։ Տեսեք սիրելիներ, մենք տեսանք Տեր Հիսուսը աշակերտներին տվեց ուժ, տվեց զորություն, տվեց հնարավորություն օձերի կարիճների վրա տրորելու, ոչ մեկը չէր կարող կպնել աշակերտներին, ոչ երևույթ եւ ոչ աներևույթ ուժերը։ Բայց ասեց մի ուրախացեք դրանով։ Դա վտանգ էր, թեկուզ երկնքից տրված էր, թեկուզ Տեր Հիսուսը տվեց, բայց դա իր մեջ պարունակում էր վտանգ։ Որն էր վտանգը։ Երբ որ աշակերտները հպարտանային, երբ որ աշակերտները հասնեին մի մակարդակի, ինչպես Մովսեսը հասարակ բանով, երբ որ ինքը ասեց, ահա եւ ես ջուր տվեցի ձեզ, այդտեղից տեսնում ենք, որ ինքը շատ այդպես վնաս կրեց, նույնիսկ այդպիսի հոգևոր տիտանը, այդ բառից նույնիսկ տեսնում ենք, որ ինքը մի փոքր վնաս կրեց։ Սա մեծ վտանգ է իրանից ներկայացնում, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ մենք ուշադրություն պետք է դարձնենք, որ նման բաների մեջ կարող ենք կորցնել փրկությունը, նման բաների մեջ կարող ենք կորցնել անունը, որը գրվել է ջնջվի այդ անունը, մեր անունը, եւ մենք նման վտանգներից պետք է զգուշ լինենք։ Այդ վտանգը սիրելիներ Աստծո տված, Տեր Հիսուսի տված նույնիսկ զգուշացրեց այդ վտանգի մասին Տեր Հիսուսը, ուր մնաց, երբ որ մարդն է իրենից ինչ որ բաներ ստեղծում, երբ որ մարդն է մարմնավոր ձևով ինչ որ մի բաներ հնարում, նույնիսկ կարդացինք, որ հայտնություն, մարգարեություն, Տեր քո անունով
այս արին կենեք դեն գնացեք ովանորություն գործողներ, ես ձեզ բնավ չէի ճանաչել։ Ամենամարտկային, ամենամեծ վտանգը դրա մեջ է, որ ինքը իրեն է վերագրում, ինքը մտածում է, որ ինքն է անում, ինքը մտածում է, որ ինքն է քարոզում, ինքը մտածում է, որ ինքն է բժշկում, ինքը մտածում, ես եկա աղոթեցի բժշկվար, ես եկա վերջապես քեզի դաստիարակեցի, ես եկա, կամ ես քեզ կտրում եմ, զզվանողը քեզ նշանակում եմ, ես քեզ բարևից զրկում եմ։ Սա ահավոր բան է, եղբայրներ եւ քույրեր։ Աստված օգնի, որ մենք այդ աստիճանի, այդ վիճակի մեջ չընկնենք։ Ով ենք մենք, ով է մարդը։ Հովհաննես Առաքյալը Տեր Հիսուսի ամենասիրելի աշակերտը։ Հայտնության գրքում մենք կարդում ենք. ես Հովհաննեսս ձեր եղբայր։ Բայց եղել է քահանայի հետ ես խոսել եմ, ասել եմ, ով էր Հովհաննեսը։ Հովհաննես Առաքյալը ով էր։ Ասում է, դա Հիսուսից հետո կարելի է համարել շատ բարձր անձնավորություն։ Ինքը կարող էր ասել, ես Հովհաննեսս ամենասիրելի աշակերտը, Առաքյալը եւ այլ, բայց ասեց ես Հովհաննես ձեր եղբայրը։ Ուշադրություն դարձնենք սիրելիներ, որ այստեղ մի կարևոր գաղտնի կա, բացահայտվում, որ մարդը, տեսեք, Տեր Հիսուսը տվեց այդ պարգևը, տվեց այդ հնարավորություն աշակերտներին, նրանք մարդ հարաբերությունների մեջ պետք է մտնեին, նրանք պետք է մարդկանց ազատեին դևերից, նրանք պետք է մարդկանց օգնեին, մարդու հետ էր իրենց գործը, պետք է առաջանար մարդ հարաբերություն, բայց զգուշացրեց մարդ հարաբերության մեջ իմանան, որ դա ոչ մի արժեք չունի մարդ Աստված հարաբերություն լինելու։ Այսինքն միշտ մարդը պետք է պահի մարդ Աստված հարաբերությունը, միշտ մարդը պետք է պահի ինքը զրոյա, ինքը ոչնչություն է, ինքը ընդամենը կատարում է, ինքը որպես մի գործիք է կատարում, ինքը չի դևերին հանում, ինքը չի բժշկում, ինքը չի ազատագրում, ինքը չի անում, այլ ընդամենը ինքը օգտագործվում է, այսօր այս եղբայրը, վաղը մյուս եղբայրը, այսօր այս մեկը շնորհք ունի, երբ որ ինքը կորցրեց կապը Տիրոջ հետ, կարող է իներցիայով գնա, բայց ավելի վատ իր համար եւ մյուսների համար։ Այստեղ մենք ուշադրություն դարձնենք մարդ Աստված հարաբերությունը պետք է պահպանվի մինչև մարդկային կյանքի վերջը։ Քո կյանքի մինչև ավարտը պետք է պահպանվի մարդ Աստված հարաբերությունը։ Եթե կորցրեց մարդ Աստված հարաբերությունը եւ դառավ մարդ հարաբերություն, դա արդեն վտանգ է։ Եվ այդ վտանգը, որպեսզի աշակերտներն այդ վտանգը հասկանային, ասեց մի ուրախացեք դրանով, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է Գենաց գրքում։ Առաջ, տարիներ առաջ, երբ որ մենք հիվանդի մոտ էինք գնում աղոթելու հիվանդի համար, մենք սկզբում ես այդքան շատ բան չէի հասկանում, բայց հետո փորձից ելնելով արդեն սկսեցի կամաց մոտեցումը փոխել։ Եվ ճիշտը դա է։ Գիտեք, լինում են դեպքեր, երբ որ կանչում են հիվանդի մոտ մեր եղբայրներին, բոլորիս էլ, նույնիսկ քույրերն են գնում, աղոթում են, խնդիր չի, աղոթք ենք անում, բայց մի կարևոր բան, որ պետք է հիվանդը ինքը հասկանա, որ այդ էակը, որ եկել է, նա բժիշկ չի, բժիշկը իր մասնագիտությունն է կիրառում, բախտագուշակա, թուղթուկիր անողա, չգիտեմ, դե սատանեն եսը իմ իշխանա բարձրացրե, ինչեր է անում, էդի չի, դա տարբեր էակ է եկե, տարբեր է, այդ եղբայրը, այդ որ եկել է, դա տարբեր է, այդ հերթական, լինում են դեպքեր, ասում է, իրանք զալում նստած, իրանց համար զրուցում են, ասում է, էնա հիվանդը, գնացեք, ննջարանում գնացեք ընդե, այսինքն հերթական
ոնց որ բժիշկ կանչին, էդ էլ հերթական, բայց երբ որ ինչ է կատարվում Սաղմոս 142-ում մենք Աստծո օգնությամբ հասկանալով ուղղում ենք դրան եւ այս ուղղումը դա ճիշտ է լինում մենք ոչ թե մարդ մեզ հետ է կապնվում այլ ինքը կապնվում է Տիրոջ հետ իր այդպես բարերով ինչպես որ ինքը խոսում է ինչպես որ դիմում է ինձի ջուր տուր իր տղային իր կնոջը իր ամուսնուն հիվանդ պարկած անկողնում կամ որևէ մեկին ասում է ինձ ջուր տուր ինձ օգնի ինձ բարձ դիր գլխիս տակ վերջապես այդպես էլ դիմում է Տիրոջը իմ ձայնովս Տիրոջը կաղաղակեմ իմ ձայնովս Տիրոջը կկանչեմ իմ գանգատս անոր արչև կթափեմ իմ նեղությունս անոր արչև կպատմեմ երբ հոգիս իմ մեջս կնվաղեր դու իմ շավիղներս գիծար իմ քալած ճամփուս մեջ մենք տեսնում ենք մարդ որը ունի նեղություն դիմում Աստծուն այդտեղ մարդ կողքերի մարդ հարաբերությունը կորում է այստեղ մարդը չի երևում էլ լինում է մարդ Աստված հարաբերություն ուշադրություն դարձնենք սիրելիներ Տեր Հիսուսի խաչելության ժամանակ Գողգոթա վայրում որը խաչվում էր մեր փրկիչը այնտեղ գեղեցկություն չկար ոչ անտառներ ոչ այդպես գեղեցիկ վայրեր ոչ մի բան չկար այդ վայրը շատ այդպես բաց տարածություն էր անապատային վիճակ էր Եվ ինչն էր դրա գաղտնիքը, որ մարդը, երբ որ նայում է խաչին, նայում է իր փրկչին, ինքը ուրիշ բան չտեսնի, ուրիշ գեղեցիկ բաներ իրեն այդպես չշեղեն իր հայացքը Տեր Հիսուսից, ինքը մնա Տեր Հիսուսին նայելով մարդ Աստված հարաբերության մեջ։ Ուշադրություն դարձնենք սիրելիներ, որ մարդ Աստված հարաբերության մեջ կարդում ենք, որ Մատթեոս ավետարանի մեջ շատ սիրելի համարներից մեկը, որ երեխաները անգիր ասում են այդ համարը, կարիք կա, որ կարդալ այդ համարը, Մատթեոս 11:28-ում էր անգիր արված, որ երեխաները միշտ այդ համարը կարդում են, ասում են անգիր, եւ ուզում են, որպեսզի այդ համարի ուղղակի կարիք կա, որ այդ համարը մենք ուշադրություն դարձնենք։ Եկեք ինձի բոլոր հոգնած բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ, եւ իմ լուծը ձեր վրա առեք, եւ ինձ մեջ սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերու մեջ հանգստություն պիտի գտնեք, բազի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Տեսեք, ինձի եկեք հոգնած բեռնավորվածներ։ Երբ որ խորանում ենք Սուրբ Գրքի մեջ, մենք տեսնում ենք մարդիկ թողելով մարմինը ազատվում են այդ մարմնից եւ գնում են հավերժություն, հետո կասենք լույսի մեջ գնացող հավերժություն։ Եվ այստեղ, քանի դեռ այս մարմնի մեջ ես, Տեր Հիսուսը ասում է այդ խաղաղության, այդ հանգստության, այդ մեխանիզմը բացատրում է, հոգնած բեռնավոր, գիտի որ բոլորն էլ հոգնած բեռնավորված են։ Նոր Սամուել եղբայրն աղոթում էր եւ ասում էր բոլորն էլ հոգսեր ունեն, այդպես մարդ չկա որ հոգսեր չունենա։ Եվ նույնը Արտուր եղբայրը, բոլորս էլ մենք հոգսեր ունենք, քանի դեռ այս մարմնի մեջ ենք, մենք չենք կարող անտարբեր անցնել, թեկուզ տրանսպորտի սպասող մարդիկ, որոնք սպասում են, մենք էլ կողքը կանգնում են, կամ ինչ որ ուր էլ շփման մեջ մենք տեսնում ենք ծանր բաներ եւ չեն կարող անտարբեր անցնել։ Եվ այդ հոգսերը մեզ խեղճացնում է, այդ հոգսերը մեզ շատ նեղություն են տալի։ Եվ մենք սկսում ենք աղոթել այդ հոգսերի մեջ։ Բայց այստեղ այդ հոգսերի մեջ, այդ լույսը, որ մեր վրա է դրված, այդ հոգսերի Տեր Հիսուսն ասում է ինձ եք, իմ լույսը վերցրու։ Տիրոջ լույսը քաղցր է, Տիրոջ լույսը խաղաղություն ու հանգստություն է, եւ ինձ մեզ սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերու մեջ հանգստություն կգտնեք։ Ինչ հրաշք է ապրել այս մարմնի մեջ եւ այդ կանոնով ապրել, այդ գաղտնիքը բացված լինի, որ չկա աշխարհում որևէ բան, որին գնաս եւ ստանաս հանգստություն, չկա տենց բան,
որտեղ էլ գնաս, ուր էլ գնաս, որ երկիրն էլ գնաս, ինչպիսի մարդկանց էլ հանդիպես, ինչպիսի հեղինակավոր մարդկանց էլ հանդիպես, կարճ ժամանակ հետո կհոգնես, կարճ ժամանակ հետո դու կզգաս, որ այս էր բոլորը, ինչպես Տիգրան Պետրոսյանը շատ անգամ ասել իր գրվածներից, ասում է, երբ որ ես դառա չեմպիոն, դափնե պսակը դրեցին իմ, ասենք, վրա իմ ուսին, ես ամենամեծ կյանքից հիասթափություն ապրեցի, այս էր, և վերջ, ուրիշ բան չկա, տեսեք սիրելիներ, ցանկացած բան հոգնեցուցիչ է, դատար կա, դրա համար Տեր Հիսուսը գիտի, որ այս մարմնի մեջ ինչքան նեղություններ կա, ասում է, ինձ եկ, իմը վերցրու քո վրա, և դու քո կստանաս հանգստություն։ Ուշադրություն դարձնենք նաև սիրելիներ շարունակությունը, մենք կարդում ենք Կողոսացիս մեզ շատ ծանոթ 3-րդ գլուխը, որ ուզում եմ կարդալ, Կողոսացիս 3-րդ գլուխ առաջի խոսքից, այդ եթե Քրիստոսի հետ հարություն առենք, ուրեմն վերի բաները փնտրենք, ուր Քրիստոսը կնստի Աստծո աջ կողմը, վերի բաներու վրա մտածենք, ոչ թե այս երկրի վրայիններում, բազի դուք մեռաք ու ձեր կյանքը պահված է Աստծոյքով, Քրիստոսին հետ, երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ատեն դուք ալ անոր հետ փառքով պիտի հայտնվիք, վերի բաները մտածել, գիտեք վերի բաները մտածել մեր մարդկային գաղափարից դուրս է, մեր ուզածի պես չի վերի բաները, ինչպես որ մենք մտածում ենք, այդպես չի, տեսեք, Տեր Հիսուսը տվեց երկնայինը, բայց նորից վտանգի մասին տեղեկացրեց, մի ուրախացեք դրանով, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է կենաց գրքում, վա, հիմա եթե Տեր Հիսուսը չի տվել, որքան վտանգավոր է, այն որ մարդն է սարքել, մարդն է մտածել, մարդն է որոշել, որքան վտանգավոր է, գիտեք, կարծես այդ Տեր Հիսուսի տվածի մեջ մենք ոչ մի նյութական, ոչ մի այդպես բաներ կարծես չտեսանք, նա տվեց ուրիշներին օգնելու համար, բայց մենք տեսնում ենք աղոթներ ա լինում հիվանդներ բժշկվելու համար, աղոթներ ա լինում նյութականի համար, աղոթներ ա լինում տարբեր բաների համար աղոթ կա լինում, բայց մենք տեսնում ենք սիրելիներ, ինչ էլ ուզում ա լինի, մենք պետք է միշտ ու միշտ աշխատենք այդ բոլոր հաջողությունների մեջ, մենք չկորցնենք ամենագլխավորը, չկորցնենք այն, որը ձեր անունները գրված է կենաց գրքում, չկորցնենք, որովհետև դա ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև այսպիսի մի վտանգի մասին, և ես էդի կարդալուց հետո օրինակ կբերեմ, Հայտնության 5-րդ գլուխ 4-ից 6 խոսքերը մենք կարդում ենք, որ Հովհաննեսի համար շատ տխուր էր, հայտնության մեջ տխուր էր, որ ոչ մեկը չկա, որ այդ կնիքը բացի, և հայտնվեց մեկը ով էր, ինչպիսի վիճակում էր, մորթված գառնուկ, առաջի հայացքից գառնուկ դա ամենահեզ Աստծո ստեղծագործությունն է մոլորակի վրա, գառնուկ, նաև այսինքն կարող է գառնուկը ձայն հանել, նույնիսկ ուրիշ բան չի կարող անել, բայց մորթված, պատկերացնում եք, մարդկային, ասենք մտածելակերպից դուրս է, և մորթված գառնուկը կարողացավ այդ գործողությունը կատարել, մորթված գառնուկը, և այստեղից մենք ուշադրություն դարձնենք, ես մի օրինակ հիշեցի ու նշեցի այստեղ, տարիներ առաջ 70-ական թվականներին, դե շատ եմ ասել, որ ոչ միայն մասիվ Ավան, Կոմիտաս, Զեյթուն, բոլորը մի խումբ էր, մի 35-ից 40 հոգանոց խումբ էր, և հանրակացարաններից ես իջնում էի հավաքույթի ասելով ավտոբուսը սպասում էր Գայի արձանի մոտերը, և այդ ավտոբուսը մեզ տանում էր Գառնի, Ձորը, վերջապես տարբեր տեղեր, Գաղտնի, մենք հավաքվում էինք, և մի բան կատարվեց, չգիտեմ ես երևի էլ եմ ասել, մի բան կատարվեց, ուրեմն մենք ունեինք մի հատ Սիրուշ քույրիկ, որը չէր լսում, այս Սերգեյ եղբոր Սիրանուշ անունը հենց իրա
ասում ենք Սերգեյ եղբայրը, որ եկել է այստեղ, իր երկրորդ մայրն է եղել Սիրանում, բայց չէր լսում ինքը, հենց որ տան մեջ հավաքույթի ժամանակ կանգնում էր քարոզողի կողքին, որ գոնե մի քիչ լսեր։ Խոնար, այդպես մի շպիտը դեմքին, մի յուրահատուկ էակ էր մեր Սիրուշ քույրիկը։ Եվ այդպես ես արագ իջնում էի դեպի Գայարձան, մեկ էլ մի հատ շատ վատ տեսքով, կիսամերկ, մի հատ տարիքով կին, այդպես մեկ էլ մի քանի մետր էր մնում, հիմա ուղիղին վրա է գալի, ես ուզում եմ շեղել, գնալ, մեկ էլ սենց անում, դու ու գոռում է, ես է շփոթված, դե 20 քանի տարեկան է, ուրեմն ասում է, դու էլ ես ընդ գնում, նոր ասում է, այն երկու հոգին, որ անցան, այն մեկը հեչ, այսինքն այն մեկը երիտասարդ էր, ընկել էր Սիրուշ քրոջ թևը, ծեր տատիկ էր, այդպես բան էր անում, բերում էր, որ հավաքույթի տաներ, ասում է այն ծերը ընենց խփեց ընձի, ես քիչ էր մնամ մեռնեի, ինքը գիտի, որ ես ուր եմ հետում, այդ մեր գեղարդ ընդեր թուղթուգիր են անում, բախտագուշակ էր ինչ էր, և այդպես չեմ ուզում երկարացնել, վերջը հավաքույթ է, և ես խոսքի մեջ բերում եմ անում, ասում եմ ժողովուրդ, այս կողքից կայնած իմ մասին էր խոսքը, հիմա ուզում եմ լսի, ես էլ կամացածնում եմ, որ չլսի, որ իր մասին է խոսքը, ընենց ասում եմ կողքից, երբ որ անցել է, այս դիվահարը կորցրել է իրան, կողքից անցնելուց, պատկերացնում եք ինչ էր տեղի ունեցել, իսկ այն երիտասարդը հեչ, այնի կամ եղած կամ չեղած, տեսնում եք որտեղ է ուժը, տատիկ, չլսող և արի տես սրբությունը ինչ է անում, ինչ օրհնություն է սրբությունը, դա կապ չունի, տեսանելի վիճակով դու կարող չիմանաս, որ այդ տատիկի մեջ ինչ օրհնություն կա, այդ տատիկի աղոթներով ես դու սիրելի հովիվ, սիրելի եղբայրներ, սիրելի քարոզողներ, այդ տատիկի աղոթքն է քեզ Տերը օրհնում, դու քեզնից մի մտածի, որ դու ես որ կաս, այստեղ մենք ուշադրություն դարձնենք սիրելիներ, ուրեմն վերջի խոսք ուզում եմ կարդալ և ավարտել։ Կողոսացիս 1:12-15 կարդալ, տեսեք, գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակի ծլալու արժանացրեց։ Դա մենք պետք է պահենք Աստծո նախապայմանը, պետք է պահենք Աստծո ասածը, այդ լույսի մեջ բնակվող սուրբերին արժանանալը, այդպես չի, որ եսը ցուցաբերելով կամ չգիտեմ ինչ որ բաներ անելով, մարգարեություն արեցի, բժշկեցի, սենց արի, կդրեցի, կապեցի, ես չգիտեմ ինչեր արեցի, դա այդպես չի կարա լինի, սիրելիներ, դրա համար մենք սպասվում է լույսի մեջ գնալը, որպեսզի դուք ուրեմն գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակից ըլլալու արժանացուց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունեն ու իր սիրելի որդի թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր այրունովը, այսինքն մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներում անդրանիկը։ Այո, ես էլ եմ ասել այդ մասին, որ մեր պապերը և մինչև հիմա եկել հասել է մեր օրերը այդ խոսքն ասում, լույսի մեջ գնաս, լույսի մեջ ապրես, հավերժություն գնալ լույսի մեջ։ Այստեղ սիրելիներ, մենք ինչ ենք տեսնում, բայց կա նախապայման։ Իմ ասելով չի, որ ես լույսի մեջ պետք է գնամ, քո ասելով չի, մարդու ասելով չի, այդ լույսի մեջ գնալը պատրաստ է, բայց ում համար։ Սիրուշ քրոջ համար և նման եղբայրների և քույրերի համար, որոնք երբեք ու երբեք որևէ երկնային, որևէ բան, թեկուզ երկնքից ստացել է, այդ պարգևը իրեն չի վերագրում։ Երբ որ ասում են քույրիկ ջան կամ եղբայր ջան, մի մարգարեացի, մի ասա այդ բանը, մենք պարտավոր ենք ստուգելու և մենք կատարում ենք մեր գործը,
Ինքը չի գնում գաղտնի տեղեր սկսում իր գործն անել։ Սա արդյոք Աստծո կամքն է կատարում իր կյանքում։ Արդյոք նման, երբ որ ուզում ես կանգնեցնել, խռովում է։ Ինչ է կատարվում։ Այս ինչ խռով իր ինքնասիրությանը կպար, խռովավ։ Տեսեք սիրելիներ, Տեր Հիսուսը տվեց այդ հրաշքը կարելի ասել, այդ երկնային իշխանությունը աշակերտներին, բայց վտանգը գիտեր, որ մարդը մնում է մարդ եւ կարող էին ընկնել վտանգի մեջ, ասես դրանցով չուրախանաք, հանգարց դրանցով չուրախանաք, այլ ինչով ուրախացեք, որ ձեր անունները գրված է կենաց գրքում։ Այ եթե դուք դրանցով ուրախանաք, դրանցով առաջնորդվեք, դրանցով ձեզի ցույց տաք, կկորցնեք երկնքի թագավորությունը, կկորցնեք, դա մեծ վտանգ երենից ներկայացնում։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք ուշադրություն պետք է դարձնենք դրա վրա։ Թեկուզ երկնքից էր տված, այո, երկնքից էր տված, բայց կա որ երկնքից էր տված չի։ Բայց դրանով առաջնորդվում է, դրանով գնում է եւ դրանով անուն է հանում, դրանով ցույց է տալիս եւ սա վտանգավոր է։ Սա կկորցնի երկնքի արքայությունը։ Դա մար Տեր Հիսուսի ասած խոսքը մենք ուշադիր լինենք, պահենք Տեր Հիսուսի տվեց եւ ասեց վտանգը։ Ինչպես ծնողը մի բան է տալիս, պետք է դա տալիս է, բայց ասում է ուշադիր եղի, այսպես չանես, այնպես չանես, այնպես չանես։ Աստված օգնի, գանք աղոթքով Աստծո առաջ, ավարտենք պաշտամունքը։ Ինչ հոգսեր որ կա, վերենք Աստծո առաջ, նորից հիշենք մեր երիտասարդ աղջկան, որ նոր ամուսնացած, հավատում ենք, որ Տերը այն հավատքը, որ իրանք խնդրել են եկեղեցուց աղոթել, եկեղեցին աղոթում է, եկեղեցին Տեր Հիսուսի այրունով է գնված։ Մենք Տեր Հիսուսի այրանկինն ենք։ Ինչպես համբարձում եղբայրն ասեց, մենք չնայենք մեր վիճակին, չնայենք, հեղին չնայեց, հեղին ասեց, ճիշտ է, տկար էր հեղին այդ պահերին, բայց ամենայն դեպս կատարվեց դա, կատարվեց Աննայի կյանքում։ Մենք չնայենք մեր վիճակին, այլ աղոթենք, որովհետև մենք անկարող ենք որևէ բան անելու։ Մենք ընդհանրապես իրավունք ունենք, մեզ տվել է իրավասիություն աղոթելու ցանկը